Պարոն Սաղաթելյան, բացի այն, որ դուք ձեր Facebook-յան էջին գրել եք, որ դատապարտում եք Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն, անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում, Դաշնակցությունը որպես կուսակցություն ինչ է պատրաստ անել, օրինակ, ունեք կապեր ռուսական կողմի հետ, այս թեմաներով խոսում եք, թե ոչ, որ Սալավյովի նմանները նստում են եւ ռուսական պետական հեռուստատեսության եթերում հայտարարում են, որ պետք է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ հատուկ օպերացիա իրականացվի եւ դա համարում են ազդեցության գոտի։ Նախ դուք կիսում եք այդ գնահատականը, թե ոչ, արդյոք համարում եք Հայաստանի Հանրապետությունը ռուսական ազդեցության գոտի, թե ոչ, եւ ինչ քայլեր Դաշնակցությունը կանի, որպես այսպես հարուստ փորձ ունեցող ավանդական կուսակցություն։ Նարեկ ջան, կարդում ես իմ ստատուսը, որտեղ շատ հստակ դատապարտում եմ, հետո ասում եք կիսում եք տեսակետը։ Բնականաբար ոչ, շատ հստակ պաշտոնապես դատապարտել ենք այդ երևույթը եւ դա մեր համար անընդունելի է։ Անկախ նրանից դա որ աշխարհակահաղական կենտրոնից է արվում, եւ անկախ նրանից այդ երկրի հետ մենք ինչ որակի հարաբերություններ ունենք։ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը որևէ մեկը չի կարող թիրախավորել եւ մենք եւ հրապարակային եւ նաեւ այլ հանդիպումների ընթացքում բնականաբար մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք ու մեր համար անընդունելի է։ Մեր համար նաև անընդունելի է ու ծիծաղելի է սա իշխանության վարքագիծը, երբ որ գիշեր-ցերեկ Հայաստանի Հանրապետությանը թիրախավորում են, ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանից եւ Թուրքիայից, Հայաստանի ինքնիշխանությունը դնում են հարցականի տակ, Հայաստանի կողմից որևէ պատասխան չի հնչում։ Ու մի հատ ռուս չգիտեմ, վերլուծաբանի համար ամբողջ պետական համակարգը ալեկոծվել է։ Մենք դատապարտում ենք, բայց նաև ակնկալիք ունենք, որ այս իշխանությունները նույն սրտացավությամբ դատապարտեն Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող թիրախավորումները եւ համապատասխան գնահատական ու արձագանք տան նաև դրան։ Ու այս իշխանությունը, այսինքն իրանք միշտ այդ արտաքին միջամտության պատճառը եւ սնուցման աղբյուրը հենց իրենք են։ Մինչև իրենք նման բաներ Հայաստանի հետ սովորաբար չէր պատահում։ Իսկ դա ինչով է ձեզ պայմանավորված, որ ասում եք իշխանությունը ռուս վերլուծաբանի այդ հայտարարությունը այդպես քննարկեց, բանարեց, իսկ ինչպես դուք եք նշում, Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող հայտարարություններին չեն արձագանքում։ Երկու բանով, մեկ իրենց հակառուսական կեցվածքով, մեկ էլ ձև բռնան, որ տեսեք, նրանք ովքեր ասում են Ռուսաստանի Դաշնությունը մեզ բարեկամ գործընկեր երկիր է, այնտեղից ինչպիսի հայտարարություն են հնչեցնում ու իրենք էլ ներկայանան իբրև Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությունը պահող կամ պետական ուժ, որ իրականություն մեջ այդպես չէ։ Որովհետեւ այլ պարագաներում մենք նման կեցվածք իրենց կողմից չենք տեսնում։ Ու ես ասում եմ, կապ չունի, որ աշխարհակահաղական կենտրոնն է, երբ որ Հայաստանի իշխանությունները նաեւ արևմուտքին հրավիրում են ուղիղ միջամտել Հայաստանի ներքին գործերին, աշխարհի տարբեր երկրներում տեղ ունեցած ընտրական process-ները կիրառել նաև Հայաստանում, սա եւս մեր կողմից դատապարտելի է եւ ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Եվ կներեք մեկ հստակեցում անեմ, պարոն Սաղաթելյան, որ ասեցիք հանդիպումներում բողոքում եք, այսինքն լինելու է ապագայում ինչ-որ հանդիպում այս թեմայով, թե ընդհանրապես էիք ասում։ Ես ասացի, որ մեր հանդիպումներում նաև նման հարցեր բարձրացնում ենք, այդ որը մեկի համար գաղտնիք չի, որ մենք տարբեր կապեր ունենք, այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների գործընկեր կուսակցություն ունենք, այդ թվում նաև եվրոպական բազմաթիվ երկրների եւ այն հայտարարությունները, որ մենք անում ենք հրապարակային, բնականաբար նաև այդ հանդիպումների ժամանակ եւս բարձրաձայնում ենք։ Այս պայն կոնկրետ պայմանավորվածություն չկա, բայց ցանկացած առիթի դեպքում մենք պատրաստ ենք դա բարձրացնելու, որևէ խնդիր չկա։ Որևէ սահմանափակում կամ կաշկանդում չունենք այդ ուղղությամբ՝ ի տարբերություն ոմանց։ Ասել եմ։ Խնդրեմ։ Պարոն Սաղաթելյան, դուք խոսեցիք, որ իշխանությունները դիմել են Եվրոպային ուղիղ